Դուք քանի տարի ինչ ոստիկանության համակարգում եք։ Կոնկրետ ոստիկանություն 11 թվական։ 2011 թվականից։ 2023 թվականի դրությամբ 12 տարվա 12 տարվա պրոցեսն է։ Քանի դեպք է եղել, որ շղթակազմած ցուցարարների կազմաքանդելու գործողություն արածին եք անձամբ դուք։ Շատ է, շում կարող ասեմ քանի, բայց շատ է։ Դենց ասեմ, եթե ինչքան եղել է կոնկրետ ես մոտիկացել եմ շղթայի, կազմալուծեն կա։ Բայց ինքնին շղթան օրինակ, ձեր փորձից ելնելով, ինչով է խանգարում ձեր ծառայությունը։ Այդ հարցին հստակ պատասխանել է։ Հանեցի։ Հստակ մանրակարգին պատասխանել է։ Եթե ունեք այլ հարցեր, եթե փողոցից պատմում, հա ինքնին է բացուկ մի նշանակություն չունի։ Դուք ում հետ եք մոտեցել հանրահայտ դեպքի վայրը։ Մենք գիտենք, որ օրինակ Հրաչիկը Խաչատրյան եկել է պարոն Հայգազ Ջոմարտյանի, պարոն Ղազարյանի, իրանք տեսանյութից երևում է, միասին քայլելով գալիս են, դուք իրանց հետ եք եղել, թե դուք մի հատ ինչ-որ ուրիշ կողմից եք եկել։ Զուտ գոնե ասեք, որ ոստիկանների, որ մեզ համար պարզ դառնա, նաև հասկանանք, հարցում եք մի հատ են ձեր տեղակայում։ Ում հետ։ Իրանցից մի քիչ հետ եմ ես որ ասում։ Օրինակ, մյուս տուժողի հետ եք եկել դուք, որտեղ մյուս տուժողն այդպես մի քիչ հետ են եղել։ Մեքենայով ենք եկել, տարբեր մեքենաներով ենք եկել։ Ձեր մեքենայով ովքեր են եղել ոստիկանության ծառայողներից։ RSS մարդիկ։ Ինչ մարդ հարցա։ Որովհետև ամբողջությամբ բոլորով նստում ենք մեքենաները, տես կոնկրետ տված ճողում հետ պետք է նստի։ Կավասպային գազելը, այդ գազելը նստել։ Չէ, ես չեմ կարող ասեմ կոնկրետ ում հետ եմ այդ մեքենայում։ Չեք հիշում, դրա համար չեք կարող ասել։ Իսկ մինչև ուղևորվելը դուք տեղակայման որ վայրում եք եղել։ Մենք պարզել ենք, որ եղել է մի քանի տեղակայման, այսպես ասած հավաքատեղի ձեր ոստիկանության ստորաբաժանում։ Մեկը հրապարակն է եղել, մեկը ազատության հրապարակն է եղել եւ դուք որտեղ եք եղել այդ օրը։ Կոնկրետ չեմ կարող ասեմ, չեմ հիշում, որտեղ դեպքը ընթացքի մեջ էլ ենք։ Շրջագայից։ Ահա, սենց հարցս ձևակերպեմ։ Կփորձեք մեզ իչքանով որ կհիշեք, ներկայացնեք դուք այդ օրը ծառայության ենթադրում առավոտ շուտ սկսում է ձեր ծառայությունը։ Դուք որպես կանոն միայնակ եք սկսում ծառայությունը, թե ձեր հետ միշտ մի հատ ծառայող ընկեր ա լինում։ Այսինքն են մի քիչ ներողություն արտահայտել, նապարնիկ։ Չէ, կոնկրետ այդպես անց չկա, որ կոնկրետ նապարնիկ լինի։ Որտեղ գալիս ենք ընդհանուր ծառայության հրանգավորումից հետո դուրս ենք գալի, այդպես Այ կներեք, հրահանգավորումը ձեր որտեղ ա եղել, կհիշեք այդ օրը։ Որտեղ այդ հրահանգավորումը կարող լիներ հրապարակում, կարող լիներ ազատության հրապարակում, մենք այդ հանգամանքները պարզել ենք, արդեն մենք ենք հիշում կոնկրետ որտեղ են կան չէ, բայց այդպես էլ է։ Նա հաստատ չեմ հիշում, որ ասեմ եկել եմ օպերա, թե հրապարակ առավոտ։ Դուք որևէ մի ձեր ծառայակից ընկերոջ չեք հիշի, ում հետ եկաք այդտեղ։ Այսինքն վստահ եմ փոքր չի ձեր ստորաբաժանում, բայց այնքան մեծ էլ չի, որ դուք օրինակ չհիշեք, որ ենթադրենք Խաչատրյան Հրաչիկի հետ եք, կամ պայմանական այս ինչ անուն ազգանունով գործընկերներիցս մեկը կար։ Այսինքն լավ, այդ ավտոյում պետք է որ եղածած լինեք 5-ից 7 հոգով, դրանից ավել չեք լինի։ Չեմ հիշում, անկեղծ չեմ հիշում, որ ասեմ, ես ինչ մարդ հետ եմ։ Իսկ լավ կանգնած ժամանակ արդեն, երբ դուրս եք եկել մեքենայից, գոնե մեկին կհիշեք ում հետ եք եղել այդ պահին։ Չէ, կոնկրետ փոս չեմ հիշում ով է, իմացել եմ, ինձ ասեմ։ Կամ որ ստորաբաժանումով էլ ընդ ենք եղել, հիմա համարյա բաժանումներ չեմ ասում։ Պարոն Մարության, անկեղծորեն խորին հարգանքով, բայց եթե օրինակ այլ գործով լիներ, ես նման պատասխանների դեպքում վկայի, մոտ առաջին արձագանքս կլիներ, նույնիսկ դատախազը տենց արձագանք պետք է տար, որ դուք ոնց որ խուսափում եք պատասխանելու, ոնց որ չեք ուզում անուններ տալ։ Իդեպ այդ ով ձեր կողքը եղել է, ոչ մի վատ բանով դա չի նշանակում։ Հասկանում եմ, բայց իրոք չեմ հիշում, որ ասեմ, իմ աջ կողմից մարդները ձախ կողմեն։ Հարցը սենց ձևակերպեմ, պարոն Մարության, այսինքն դուք չեք հիշում ով է եղել ձեր կողքը, չեք հիշում։
Չէ, հարցս չեք լսել։ Երկու հարց արդեն տրվեց։ Չէ, հենց հիմա հարցս էս ավարտում չեք առարկել։ Դուք այսինքն չեք հիշում 2023 թվականի սեպտեմբերի 22-ին ծառայության ժամանակ ձեր աջ կողմում որ ձեր ծառայից գործընկերն է եղել, ձեր աջ կողմում որ ծառայից գործընկերն է եղել, բայց Լևոն Քոչարյանին հիշում եք։ Առարկում եմ պատվաստանական հարցի դեմ, հարցը 3 ընդունվեց այդ հարցի պատասխանը։ Այն կոնտեքստում նաև որ չի հիշում թե իր ձախ կողմում որ ծառայիցն է եղել, աջ կողմում որ ծառայ, մենակ Լևոն Քոչարյանին։ Ասացի, քանի որ շղթա է եղել, մոտիկացել ենք իմ ուշադրությունս այդ կողմը։ Կան այդ հարցի Շատ լավ։ պատասխանը։ Ընդունեց առարկությունը։ Էրիկ Ալեքսանյանի հարցին պատասխան ասացիք, որ ընդհանուր խոսակցություններ են եղել։ Խնդրում եմ, նկարագրեք ընդհանուր խոսակցությունները։ Ինչ է։ Այսինքն դուք հնչեցրեցիք, որ ընդհանուր խոսակցություններ են եղել, ոնց որ դրանով էլ հենց Հրաչիկ Խաչատրյանի անունը հիշատակեցիք։ Այդ ընդհանուր խոսակցությունը պետք է մի քանի բառով պատասխանեք, կներեք առարկում եմ պատվաստանական հարցի դեմ, կրկնվող հարց է Էրիկ Ալեքսանյանը առնվազն 6 հարցադրում այդ խոսակցությունների մասին արել է, մասնավորապես խոսակցությունը տեղեկատվության աղբյուրի մասով ում միջև է եղել, երբ է եղել, ինչ բնույթի է եղել, ինչքան է եղել այդ հարցերին ամբողջապես պատասխանել։ Պատվաստան Չէ, դարարկի դատարանը այս պահի դրությամբ ամենայն դեպս չստացավ այդ պատասխանը, ընդհանուր խոսակցությունը որտեղ է տեղի ունեցել, որ անձի կողմից եւ ինչ է պարզ դարձել այդ ընդհանուր խոսակցությունից։ Հստակ ինչ է պարզ դարձել ձեր համար ամենայն դեպս։ Ինչ պատասխան, ինչ եք ստացել, ինչ ինֆորմացիա եք ստացել։ Հասկացաք։ Պարոն Քոչարյանի բերման են կատարել։ Որովհետև հարցերը բազմաթիվ հնչեցին, սակայն հստակ պատասխան այդպես էլ չկարողացանք ստանալ, որովհետև մյուս հարցերը շեղեցին, այսպես ասենք։ Լսում եմ ձեզ։ Պարոն Քոչարյանի բերման են կատարել, գործն է, որ մտել է դատարան, այդ ձևով գիտեմ, այս կարեմ ասել։ Սա որպես պատասխան, եթե ֆիքսում ենք պատվարժան դատարան, արձանագրենք, որ նույնիսկ Հրաչիկ Խաչատրյանի անունը չտվեց մեր հարգարժանքը։ Հրաչիկ Խաչատրյանը գիտեմ, որ իրանք են բերման։ Չէ, նայեք, դատարանը ձեզ հարց տվեց։ Ու դուք այդ հարցի տվեք սպառեց պատասխան, որի գովադակություններն են, որ Լևոն Քոչարյանի բերման են ենթարկել, գործը ուղարկել են դատարան։ Այդ դուք գիտեք։ Ճիշտ է։ Իսկ Հրաչիկ Խաչատրյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ խոսակցություն լսել եք թե ոչ։ Բնականաբար, որ մեղադրյալը ուրեմն սկա։ Չէ, բնականաբար Ենթադրություն, հա։ Ինչ է։ Ենթադրություն։ Չէ, եթե խոսակցությունը դա ասում եմ, հա, բայց հիմա պետք է ասեք ումից ինչից, ասում եմ, այնքան էլ լսել, Հարգարժան պարոն գործը մտել է դատարան, պատասխան դատարանի հստակեցրած հարցադրման։ Դուք ասել եք, դուք գիտեք մենակ երկու բան, որ Լևոն Քոչարյանի բերման են ենթարկել ու գործ ուղարկել են դատարան, չէ, տեսեք, դատարանը երբ հարց է տալի, մեր հարցերը շատ կարևոր է, բայց կարելի ասել դատարանի հարցադրումները հենց ուղղված են դատարանին պատասխան։ Պատկերացրիք, հետևաբար դուք չեք կարող ասեք այն մի քանի հարցերին պատասխանել եմ, թող դատարանը հիշի, մտածի հետել եմ պատասխան։ Կամ ամփոփելով տվեք հստակ պատասխան դատարանին, որ դատարանին ի պատասխան հնչեցված ձեր դիրքորոշումից հետևություն անենք, հարց տանք կամ չտանք, կամ ֆիքսենք այն ինչ ասեցիք դատարանին, դա էր։ Հիմա իմ մոտ հարցս հետևյալն է, ճիշտ եմ արձանագրում, որ ինչպես հայտնեց վկան, ի պատասխան դատարանի հարցադրման, ինքը գիտի Արտավիկ բռնություն։ Ինչ տապեք էստեղ, եթե ասում մեկ անգամ լրություն ու են չեք խոսում։ Դատարանը ուղղակի հարցը փորձեց հստակեցնել պաշտպանական կողմի հնչեցել դատարանը դեռ հարցը չի ուղղել։ Բնականաբար վարդի մասնակիցները կավարտեն հարցերը, եթե դատարանի մոտ հարց կառաջանա, դատարանը հարց կողմ կամ հարցեր կողմ, եթե ոչ ոչ։ Շարունակ։ Այսինքն բռնության վերաբերյալ ինչ-որ խոսակցություն լսել եք։ Որ հարվածել է, հա, մեր Հրաչիկը։ Իսկ Հրաչիկը որ հարվածել է։ Չէ։ Իսկ մի բան հարցնեմ, դուք
անկեղծ պատասխանեք, էլի դուք համացանցից տվյալներ ես գործի վերաբերյալ հասանելիություն ունեցող, նայել եք երբեք։ Մի քանի հատ նայել եմ, բայց կոնկրետ այդ դրվագը չի երևաց, այդպես վիդեո չեմ տեսել։ Մեքենայի մեջ եղել է, չի եղել կամ ինչ է։ Սենց ասեմ։ Մեքենայի այդ հատվածը տեսել եք։ Չէ, կոնկրետ այդ տեսանյութը չեմ տեսել։ Հիշեք որ տեսանյութն, որովհետև դուք մեքենայից ինչ որ խոսեցիք մեքենայի մեջ, ես դա չէի հարցրել։ Ինչ է կարծել։ Մեքենայի մեջ հատված, ձեզ չեմ Հարվածել է, որտեղ մեքենայի մեջ է, ասում եք տեսանյութով տեսել եք։ Բա իմ ասացել այդ որ հարվածել է Լսել մեքենայի մեջ ասել է։ եք, ասում տենց եմ լսել։ Բայց Իդեպ կոնկրետ տեսանյութ հասիկ չի։ Արգելել կոչման։ Ու հարցը ունեցիք արդեն թույլ տվեք, որ հերաշտական պատասխանը տա, հաջորդի հարցը կողեք։ Ավարտեցիք։ Պարոն Մարության, մեքենայի մեջ հարվածել որ ասում եք, դուք ինչ որ իմաստով այն եք ասում, ինչը ես եմ պնդում, որովհետև այլ մեքենայի մեջ Գրաչիկը Խաչատրյան հարվածել է Լևոն Քոչարյանին։ Լսել եմ խոսակցություն, որ ասում եք պարոն Քոչարյանն։ Մեքենայի մեջ։ Շուտ միջապետ եղել ես տենց գիտեմ։ Հա, որտեղ մեղադրանքի էությունը Պաշտպանական առարկումը մեկնաբանությունները իրականում Որդում առարկությունը։ իսկ մեքենայից առաջ։ Դե Ընդհանուր խոսակցություններից էլ տենց բան չեք լսել։ Ես շնորհակալ եմ ձեր պատասխանին, ինձ այս մասը բավարարեց։ Շնորհակալ եմ։